Փառքնեզդեհին և ազատություն, ապստամբ, արժանապատիվ, հայրենատեր սասնածռերին։ Ժողովուրդը մի խոսք ունի, ասում են Նիկոլի թիվն է, աշխարհում իսկապես Նիկոլի թիվ է, ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր ամենքը խաբում են մեկը մյուսին։ Անգամ համաշխարհային մասշտաբով։ Ես ուզում եմ անդրադարձ կատարել մեր տարածաշրջանին և բուն մեր Հայաստանին։ Տարածաշրջանային առումով Պարսկաստանին վերաբերող հարցերով հայտարարություններ արդեն հնչեցին երկու կողմից էլ, Իրանի կողմից էլ, Ամերիկայի կողմից էլ, որ արդեն պայմանավորվել են, էլեկտրոնային ստորագրել են համաձայնության մասին, մնում է այս ամսի 19-ին է երբ է, որ հանդիպեն և վերջնական ստորագրեն։ Ու հանկարծ Ամերիկայի ոչ ավել ոչ պակաս կենտրոնական հետախուզական վարչության պետը հայտարարություն է անում։ Ասում է Պարսկաստանը խաբելու է։ Ու դա ոչ թե արվում է փակ, ասենք ինքը կարող էր Դոնալդ Թրամփին կամ Անվտանգության խորհրդին տեղեկացնել գրավոր, որ մեր հետազոտությունները, մեր հետախուզական աշխատանքները բերում են հանգեցնում են այն եզրահանգմանը, որ պարսիկները խաբելու են, չեն կատարելու իրենց խոստումը։ Դե ռուսները չէ, Պուտինը մի քանի անգամ պայմանավորվեց Ուկրաինայի շուրջ, խաբեց, չարեց, իբր ժամանակ էր շահում, բայց այդ ժամանակը ի վնաս իրեն աշխատեց, որովհետև դա այդքան խաբելով էլ չէր լինի։ Հիմա պարսիկի մի թեթև երևի ուզում է խաբել կամ շատ տարօրինակ է կենտրոնական հետախուզական վարչության պետը տենց մի անգամից ասենք դա պետք է փակ իրենց նեղ շրջանակներում զգուշացնեին, որ իրենք հասկանային ոնց են վերաբերվում։ Եթե բաց է ասվել, այսինքն եթե ես գիտեմ, ուրեմն բաց է ասվել։ Սա հարց է արժան, բա ինչու են տենց բաց տեղեկացրել, որտեղ այդ մասին նաև լսում են պարսիկները։ Իմ պարսիկներն ուզեցել են հասկացնել, որ մենք գիտենք ձեր նպատակներն, դուք ուզում եք այդ սառեցրած փողերը, ֆլան ամեն ինչ վերցնեք, բայց միջուկային զենքից վերջի պահին ասեք դե քննարկենք 5 տարի հետո, այս պահին արմար չէ, այս կանենք, այսինքն ինչ որ մի բան կձգեն, բայց արանքում կշահեն։ Ամերիկյան ներդրումներ կարող է հոսի այնտեղ։ Հետո խոսում են հաղթել են, նա այնտեղ է ասում հաղթել եմ, սա այստեղ է ասում հաղթել եմ։ Ստում են բոլորը։ Բայց եթե մի պետության, ասեք, օդուժ, հակաօդային համակարգ, նավատորմ ոչնչացված է կարելի ասել, թեկուզ կես 50%-ով, բայց ավելի մեծ մասով է։ Ու կանգնել հաղթանակից է խոսում տարօրինակ է, էլի այդ պարսիկների։ Ասենք Ամերիկայում մի կրակոց չի եղել։ Ամերիկյան նավատորմ չի ավերվել, ամերիկյան օդուժ կամ հակաօդային համակարգներ չեն ավերվել, մարդիկ ապրել են, իսկ պարսիկները լուրջ բան են տարել, չէ՞, շատ տուժել են եւ մարդկային ռեսուրս, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ ռազմաարդյունաբերական, բայց կանգնում ասում են մենք հաղթել ենք։ Ժամանակ շահելու ձև է, այս բոլորն իրենց Նիկոլի տեղ են դրել։ Իմ դարդը այն է, որ տարածաշրջանը, եթե հանգարց չկայունանա, մեր վիճակը սենց որ մնաց, ադրբեջանցիները շատ խաղաղ, Նիկոլի ասած խաղաղ պայմաններում լրիվ կմտնեն եւ կավիրեն ամեն ինչ ներսից։ Այն որ թրթուրը մտնում է խնձորի ներսը ուտում է, բայց դրսից տպավորությունը որ այդ խնձորը կարմիր, սիրուն, ծառի վրա կախած է։ Սկպնում ես թե չէ վեր են գնում։ Իմ դարդը սա է, որ այդ Իրան-ամերիկյան հարաբերությունները այս տեսակ խնդիրներ է, բաց խոսում են արդեն բաքս տեքստով, որ իրենք պատրաստում են խաբել Ամերիկային։ Կամ նախորդ դա տարածում են, որ պարսիկների մտքով այդ բանը չանցնի, հասկացնեն, որ մենք տեղյակ ենք, դրա հակակայլը ունենք, հաշվարկն ենք, վերջը ինչ որից է նման իրավիճակ հանգեցինք այս Իրան-ամերիկյան պայմանավորություններին։ Հայաստան եկավ Ֆիդանը, Թուրքիայի ով է, արտգործնախարարն է, ով է։ Եկավ ու ամեն ինչ խոսում են էլի տարածաշրջանից են խոսում։ Ռուսները Թուրքիայի հետ շատ տարաձայնություններ ունեն տարբեր տեղերում, բայց Հայաստանի շուրջ չեն ունեցել։
անգամ ռուսները թուրքերին բերեցին Արցախ։ Հիշում եք, 44 օրյա պատերազմից հետո համատեղ էին իբր վերահսկում հայ-ադրբեջանական շփման գիծը մեր ակնայում։ Բայց քան որ իր դիրքերը թույլատրած բազմիցս ասել են, թուրքերը ռուսները դերից դուրս վանեցին։ Ես ասեմ, որ ռուսները միտեղ մտնում են, չեն մտնում դուրս գալու նպատակով։ Իրենք իրենց կամքով դուրս չեն գա։ Եթե իրենք մտել էին Արցախ, չէ՞ Նիկոլն ասաց ռուսերեն, բանը Արցախահայությունը ռուսերեն է խոսում, բայց ռուս խաղապահ կա իբր միակ անվտանգությունը կարևոր չէր Նիկոլի համար իբր։ Դե հասկանում դա ինքը չէր որոշել, ասել են այդպես կասես։ Այսինքն մարդու համար ոչ թե անվտանգությունն է, այլ շփումը։ Դու ինչ տարբերություն որ ռուսը ցեղասպան է, հետ լեզուն հասկանում է, շփվում է, քեզ շրջափակման մեջ չպայծ 8-10 ամիս սովամահարեց, հետո էլ ասա դե գնա։ Ես քեզ տեր չեմ։ Հիմա ռուսները հասկանում են, որ sense թե հենց Հայաստանը պետք է զիջեն, որովհետև իրենք Արցախը պետք է զիջեն, բայց վատացա վիճակը Հայաստանն են զիջելու։ Sense թե հենց պետք է զիջեն թուրքերին։ Բայց ոնց որ իրենց պայմանության մեջ մի բան այն չի գնում։ Եվ հիմա արդեն թուրքերն են հասկանում, որ իրենք ինչքան ռուսներին խաբել են, հիմա կարողա ռուսների հետ խնդիրներ առաջանա։ Եվ գնացել էին այդ իբր ռուսական ազդեցության քաղաքական թիմերի քանակը պակասեցրեցին։ Ադրբեջանի այդ բանը եկավ, օգնականն եկավ Հեյդարի Լակոտի հայ ժողովուրդ ընտրություն է կատարել, բայց որոշում են ռուսները թուրքերը նորից։ Եկել են որոշում էին, ասենք, Ծառուկյանը մնա, թե չմնա։ Եվ այն որ բոլոր խառնվել են իրար հաշվարկ է գնում, վերահաշվարկ է գնում։ Այդ վերահաշվարկին քանի ուժեր էին մասնակցում հետևում։ Էլի իրենք էին։ Այդ ընտրական հանձնաժողովում բացի Գուրչ Մանգաղ Աստղի, ասենք անդամներից ուրիշ որից մեկը չկա, չէ՞ այնտեղ նստած։ Եվ ով գիտի այնտեղ ոնց են դասավորել։ Ով գիտի կարող նոր բուլետեններ չեն բերել, տեսել են այնտեղ։ Օրինակ հենց ես իմ դարն եմ լացում, ասենք Բևերի, ասենք բուլետեններ այնքան շատ են, որ իսկապես հաշվեն դնեն, խորհրդարանում ինքը լուրջ, ասենք տեղ պետք է զբաղեցնի, ու ոչ միայն Բևերը։ Ու հանել փոխել են։ Իբր վերահաշվարկի բանով, որ հետո ինչ որ մեկն էլ գա բացի, տենա որ դենց չի։ Օրինակ, ենթադրում եմ։ Բայց տեսանք, չէ՞, որտեղ ասենք Նիկոլի զրոձայինը 700 քանս էր դարձել, կամ չգիտեմ, այդ տաշիրների ձայնը տարել էին Նիկոլի շնորհապետիկներին էին շնորհել, հա, այնտեղ զրոձային հավաքած շնորհապետիկը մի անգամից չգիտեմ քանի 100 ձենի տեր էր դարել։ Ուրեմն այսպեսի իրավիճակ է Հայաստանի շուրջ։ Ուրեմն ռուսները իմիջիայլոց ասեն, որ Թուրանի ծրագրին բացառապես Հայաստանն է խանգարում։ Վրաստանը չի խանգարում, երբ ուզեն Վրաստանի վրայով, ասենք, իրենք Թուրքիան Վրաստանով կարող է Հայաստանը շրջանցել, մտնել Ադրբեջան, գնալ այդ Կովկասով գնալ Միջին Ասիա։ Այսինքն կարող Հայաստանը շրջանցել, եթե Թուրան են ստեղծում, Վրաստանով այդ ամեն ինչը անեն։ Բայց իրենց Հայաստանի գոյությունը խանգարում է, որովհետև իրենք հանցագործություն ունեն Հայաստանում կատարած ցեղասպանություն։ Դրա հետքերը հիմա խաղաղ ձևով Նիկոլի միջոցով ոչնչացնում են, այդ իրենց հանցագործության հետքերը ուզում են մաքրեն, հələ մի բան էլ բարդեն մեր վրա, որ մենք ենք հանցակ կատարել։ Հետո նոր արդեն դիտե ոչ ռազմական, դատական կամ խաղաղ պայմաններում մեզ ոչնչացնեն։ Հետո կանցնեն Վրաստանին։ Վրաստանն էլ Սևծովի ափ է Ռուսաստանի համար։ Եթե ռուսները լրիվ կործանվում են, իսկ դա արդեն փաստ է, որ կործանվում են։ Հիմա ասենք այդ Ֆիդանը կարող ասի, ապեր դու չես կարողանում պահել։ Ինչի՞ ես թողում Շանուգելի փայ դառնա։ Դուր մեզ։ Այս կոսակցությունը Կրեմլում հաստատ գնացել է։ Ռուսները ձգձգելով են տալիս։ Հələ հույս ունեն, որ կարող է կռիվը կանգնի, գոնե իրենք այս վիճակով պահեն, բայց չեն կարողանա։ Թուրքերն էլ են ուշացել Միջին Ասիա գնալու համար։ Չինաստանը այնտեղ արդեն լավ կայացել է։ Սրանց այս գզվրտոցը ամբողջությամբ Հայաստանից գոնե պրծնեն, Հայաստանը որ իրանց դատի չտա ոչ ռուսներին, ոչ թուրքերին։ Հələ Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանն արդեն վերջ։ Էլ ինչ էլ անես Ռուսաստանին արդեն չի զգում, բայց թուրքերը խնդիր ունեն Հայաստանի հետ։ Ու եթե Հայաստանը փափուկ չանցավ Թուրքիայի կողմը, իրենք վաղը դուք տեսնում եք, ասենք, այդ ոնց եղավ է, որ ասենք
բոլորը հայտարարում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվել է, Նիկոլը հայտարարում է, Տաշիր Սամոն հայտարարում է, Ծառուկյանը հայտարարում է, Քոչարյանը հայտարարում է, ես հայտարարում եմ, բայց խորհրդարան են ուզում ձևավորել։ Կամ եվրոպական պետությունները, ասենք Մակրոնը, բանը, շնորհավորում են Նիկոլին։ Ձենոտ հարց չառաջան, բայց ոնց է ասած։ Որտեվ ռուսներն ու թուրքերը խաղացին Նիկոլին ձևացնել արևմտամետ, որ մի քիչ հեշտ Նիկոլի համար ձեներ հայթայթեն, այն մնացածները ռուսամետ այդ ֆոններ սարքեցին, խոսել ենք, չկրկնեմ նորից, որ այդ երկուսը հակակշռելով իրար, վայ, բա ռուսական ապրանք, բամեր ապրանքը չգնաց, չեկավ, դարսը փակեցին, գազը կդրեցին, բան, այս երկուսի մեջ սխառն ընտրություն անեն, հա, իբր Եվրոպա ենք գնում։ Հա, Եվրոպան էլ ասում է, աբեր, խաղացել ես Եվրոպա մետ։ Դե արի առաջադրանքներ ունես անելու։ Հիմա Եվրոպան պետք է Նիկոլին արդեն ասի, ուրեմն քայլ համար 1 սա, քայլ համար 2 սա։ Ժողովուրդ քվեն տարել ես Եվրոպա գնալու կամ արևմուտք գնալու համար, քայլ համար 3 սա։ Դե մտել ես խաղի մեջ, արի խաղա տղա ջան։ Իսա Թուրքիային ձեր չի տալի։ Էլ եմ ասում, Մակրոնը շատ լավ գիտի, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են։ Բայց սրանց խաղը, որ Նիկոլին սարքեն արևմտամետ, ասում է, դե արի ստեղ տղա ջան, արևմտամետ ես։ Արի։ Իսկ Թուրքիան կորցնում է դենց Հայաստանը։ Իսկ Նիկոլը չգիտի ինչ պետք է անի, որ մեկի ասածն անի։ Ստեղ արդեն լակոտը, ինչ էլ խաղա, ինչ կրկեսային համար էլ ցույց տա, իր բանը բուրդ է։ Եվրոպան եթե թաթը իսկապես դրեց, ոչ միայն թուրքերը, ռուսներն էլ սրանից ազատվելու են։ Էսի այն մարմնավաճառն է, որը ոչ մեկին չի մերժում։ Իրենց անձնական օգտագործման մարմնավաճառ չի փաստորեն։ Ասենք Պուտինի անձնական օգտագործման մարմնավաճառը չէր, որ մենակ Պուտինի հետ։ Բանից պարզվում է բոլորի հետ է։ Անես որ երբ որ ամենուր ստում ես, ես մարդը գիշեր-ցերեկ ստում է ու չի հրաժարվել, որ ինքը սուտ է խոսել։ Չէ, որ ասում են, ինչ էր ասում Արցախը Հայաստան է, հիմա էլ ասում ես Ադրբեջան է։ Ստել ես, ասում է, հայն առաջ անգամ ստել եմ։ Առաջ ամաչել երկրի ղեկավարը ասում է ստել եմ։ Հա, բայց ստելով մինչև եր, ստի վրա կառուցված իշխանությունը մինչև եր։ Երբ որ այդ իշխանությունը պաշտպանող ռուսական կայսրությունը փլուզվում է, վերջ, քո իշխանությունն էլ է փլուզվում։ Իսկ ընտրությունների արդյունքները, իրական արդյունքները, որը որ հենց ռուսներն ու թուրքերը տեսել են իրենց աչքերով, այդ ուժերը, լինի Տաշիր Սամո, Դոդի Գագո, Քոչարյան Ռոբերտ, Նիկոլ Փաշինյան, իրենք տեսել են, որ ժողովուրդը իրենց քվե չի տվել այդքան, այսինքն տվել է, բայց ոչ այնքան, ինչի որ իրենք ոչի համար որ իրենք չարչարվել են, որ փող են ծախսել, ռեսուրս են ծախսել, չգիտեմ, բարոյականություն են ծախսել, երես են թափել, խնդրել են, աղաչել են, վախեցրել են, ծեծել են, ազատ չի եղել, էլի։ Իրենք հասկացան, որ ռուս-թուրքական դաշինքը Հայաստանում կայացած չէ։ Ու եթե հանգարց այդ արևմուտք ասածը հանգարց, եթե տենա, որ ասենք թուրքերն ու ռուսները Նիկոլին արդեն պահում են, չեն թողում ինքը այդ Եվրոպա մետը խաղա, մի հատ հայտարարություն կանեն եւ ռեսուրս եթե ներդրեն Հայաստան, ժողովուրդը ռուսներն ու թուրքերին կքշի Հայաստանից։ Ուղղակի ես իմ համար մեկ անհանգստությունը, որ Պարսիկը Ամերիկայի հետ հարաբերությունները չձգձգի, այդ կենտրոնական հետախուզական վարչության պետի հայտարարությունը իրական չլինի, ուղղակի նախազգուշական լինի, էլի։ Եթե չէ, ձգվեց ու մենք սես մնացինք, Նիկոլը մնաց, տեսնում մեր անվտանգության ծառայության պետին արդեն հենց հեշտ են տանում Բաքու բերում, ասես Մոսկվա գնալուց լինի։ Եվ կավիրեն ամեն ինչ ներսից։ Պետք է չկորցնենք զգոնությունը։ Զգոն եղեք եւ միշտ հետևեք բևեռին, միշտ։ Մնաք խաղաղությամբ։